Գիտեք, շատ կարևոր է, որ մենք բոլորս էլ ունենք հավատք։ Մենք բոլորս էլ հավատում ենք։ Չկա մարդ, որ չհավատա։ Ամենաաթեիստ մարդուն էլ, եթե իրան հարցնես, ինքն էլ իր սրտի մեջ հավատք ունի։ Հավատք ունի իր հասկացողության վրա, իր ապագայի վրա, իր գործերի վրա։ Այսինքն բոլորը հավատք ունեն։ Եթե հրեշտակները հավատք ունեն, սատանեն հավատք ունի, դևերը հավատք ունեն, նշանակում է Աստծո ստեղծագործությունը բոլոր ունեն հավատք։ Չկա մեկը, որ չունենա հավատք։ Բայց հարցը սրանումն է, այդ հավատքը ինչ է մեզի տալի։ Ում է մոտեցնում այդ հավատքը։ Կարում ենք արդյոք այդ հավատքով ճանաչենք մեր ստեղծողին։ Արդյոք Աստծուն կարում ենք ճանաչենք չերես այդ հավատքով։ Դա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, լավ, ես հավատք ունեմ, մեկ էլ տեն մեզ մարդիկ ընենց են ուրախանում ու հպարտանում, որ Աստված իրանց ինչ է արել, հա հասկանում եմ, իսկ դու ինչ ես արել, ինչ չափով ես մոտեցել Աստծուն։ Ամեն, շատ կարևոր է։ Եբրայեցիների մեջ 11-րդ գլուխ 1-րդ խոսքը սենց ասում. հավատն էլ հուսացած բաների հաստատությունը եւ չերեցած բաների ապացույցն է։ Գիտենք, որ ոչ մի բան չի երևում, բայց սրանով մենք հաստատ ապացույց ունենք, որ դա Աստված տալի է մեզի եւ դրանով սկսում ենք հավատալ ու շարժվել, դա հավատք է։ Եվ ինչը որ տեսնվում է, դա էլ պետք չի հավատալ, որովհետեւ արդեն դրա մեջ կանք։ Բայց ինչը որ չի տեսնվում, դրա մեջ մենք սկսում ենք հավատալը։ Ինչը որ տեսնվում է, մենք սկսում ենք վկաներ լինելը, բայց ինչը որ չի տեսնվում, մենք հավատում ենք։ Այսինքն չերևցած բաների ապացույցն է հավատքը։ Եվ հարցը սրանումն է, որ բոլոր մարդիկ են հավատում։ Եթե ուսանողները չհավատան, որ իրանք էդի ավարտելուց հետո գործ չեն ունենալու, իրանք չեն ընդունվի, չեն սովորի, չեն տանջվի, ֆինանս չեն ծախսի, բոլորն էլ ունեն հավատք իրանց ապագայի մասին։ Բայց բոլորի հավատքը չի, որ ճիշտ տեղում է գտնվում, բոլոր հավատքը չի, որ ճիշտ նպատակ ունի մարդու կյանքի մեջ։ Ինչի համար Աստված տվեց մարդուն հավատք, ինչի համար հրեշտակներին տվեց հավատք, ինչի համար դիվական աշխարհին տվեց հավատք, որ իրանք հավատան Աստծուն, պաշտեն ու մոտենան ու ծառայեն Աստծուն։ Բայց այն էր, որ Սատանեն երբ որ հրաժարվեց ու հակառակություն ունեցավ, դրանով չնշանակեց, որ իր հավատքը հեռացավ իրանց, իր հավատքը էլ իր մեջ կա։ Բայց այդ հավատքը իրան հեռացնում է եւ ոչ թե մոտիկացնում է։ Բայց մեզ այսօր հետաքրքիր է այն հավատքը, որ մենք այսօր ունենք, դա մոտեցնում Աստծուն, թե հեռացնում Աստծուց։ Կամ տանում է դեպի ճանաչողություն դեպի Աստված, դե ավելի հեռացնում Աստծուց։ Ամեն։ Ես այդ մասին եմ ուզում մի թեթև խոսամ, որովհետև շատ կարևոր լավ է, որ հավատք ունենք։ Բայց շատ լավ է, որ մենք այդ հավատքով կարողանանք ճանաչենք Աստծուն։ Որովհետև ճանաչողները երկինք են մտնում։ Ամեն հավատք ունեցողը չի, որ երկինք կարա մտնի։ Որովհետև այն կենթանի հավատքը, որ տանում է դեպի ճանաչողություն դեպի Աստված, այդ մարդը կարում է երկինք մտնի։ Որովհետև ում որ Աստված ճանաչում է, նրա առաջ դռներ բաց են։ Ում որ Աստված չի ճանաչում, բաց չի նրա առաջ։ Ամեն։ Փարտիրոջը, որ անեն չլինի, որ հա հավատում ենք, ուրեմն երկինք կմտնենք, հա, բայց ուր է տանում այդ հավատքը։ Այսի կասի երկինք կմտնես, դե չէ։ Եբրայեցիների 11-րդ գլխի 2-ից 3-րդ խոսքը սենց ասում. որովհետև նրանով առաջինները վկայություն ընդունեցին։ Հավատքով ենք իմանում, որ աշխարհները Աստծո խոսքով հաստատվեցան, որ չերևողներն այս տեսնվողները եղած են։ Հետաքրքիր է, որ ամեն բանի հիմքում տված է մեզ հավատքը։ Եվ այս հավատքը ինքը պետք է գործվի, գործի տրվի, որ ինքը տանի դեպի Աստված։ Շատ կարևոր է։ Մի քիչ կանցնենք առաջ կխորանանք, կտենանք, որ շատերի կյանքում եղել է հավատք, որ Աստծուց հեռացել են, բայց շատերի կյանքում եղել է հավատք, որ Աստծուն են մոտեցել։ Ով որ Աստծուն մոտեցել է, այդ մարդիկ ավելի փրկություն են ստացել, ով որ Աստծուց հեռացել է, այդ մարդիկ ինչ են արել, կորցրել են։ Բայց հավատք ունեցել են։ Ամեն։ Հարտիրոջը Հակոբոսում տեսեք ինչ ասում, 2-րդ գլուխ 14-18 խոսքերը։ Ինչը օգուտը, եղբայրքս, եթե մեկը ասե, թե հավատք ունիմ եւ գործ չունենամ, միթե հավատքը կարող է ապրեցնել նրան։ Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինի կամ օրվա կերակուրի կարոտ, եւ ձեզանից մեկը ասե նրան գնացեք խաղաղությամբ տաքացեք եւ կշտացեք, եւ մարմնի պետք եղածը չտաք նրանց, օգուտը ինչ կլինի։ Այսպես էլ հավատքը, եթե գործ չունենա, ըստ ինքյան մեռած է, բայց մեկը կասե, թե դու հավատք ունիս եւ ես գործ ունեմ, ցույց տուր ինձ քո հավատքը գործերիցդ
եւ ես էլ ցույց կտամ քեզ իմ հավատքը իմ գործերից է։ Հետաքրիր աստեղ խոսում է գործի մասին, բայց ես այդտեղ ավելի շատ հիմնել եմ Աստծո խոսքով գործի մասին։ Որովհետեւ միշտ ամեն գործ չի, որ հավատքից կարա Աստված արդարացնի քո հավատքը։ Այսինքն այն գործողությունը, որ չերես խոսքի հիման վրա է լինում, այդ հավատքը սկսում է ապրեսնել քեզ։ Այսինքն որ գործի մասին Աստվածաշունչը վկայում, այն գործը, որ լսում ենք Տիրոջ խոսքը, ու սկսում ենք գործի դնել դա։ Եվ այդ հավատքը ապրեսնում է մեզ։ Բայց այն հավատքը, որ գործ չունի, այսինքն Աստծո խոսքը չի լսում եւ Աստծո խոսքով չի ապրում, այդ հավատքը չի կարող ապրեսնի իրան։ Ամեն։ Այսինքն շատ կարևոր է, որ մենք հասկանանք այս հավատքը, որ Աստված մեզ տվել է, ինչ ենք անում այս հավատքով մենք։ Դա գիտեք, Աստված ինքը իր բժշկությունը անում է, իր հրաշքները անում է մեր կյանքում։ Երբ որ ասում եմ, գիտես, հավատա Աստծուն, ասում եմ, գիտես, սենց հիվանդությունից բժշկվել եմ։ Հա, խրետի չի նշանակում քո հավատքը ինչ ես անում։ Էդի Աստծո հավատարմությունն ու հավատն է քո նկատմամբ, որ քեզ սիրում է այնքան, որ քեզ տալիս է այդ կյանքը, բայց դու ինչ ես անում։ Հենց մենք ասում ենք հավատքի մասին, մարդիկ խոսում են Աստվածից բժշկություն արել իր կյանքի մեջ։ Էդի Աստծո բաժինը, բա քո բաժինը։ Դա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք մի բան, Աստված տվել է հավատք, այս հավատքը ինչ պետք է անենք։ Մենք միանանք Տիրոջ խոսքին, խոսքով ապրենք ու ճանաչենք Աստծուն եւ ճանաչվենք Աստծուց էլ։ Էսա հավատքը տանում մեզ։ Տեսեք շարունակությունը դրա 17 խոսքում, ասում է դուք հավատում եք, ես թե դուք հավատում ես թե մեկ է Աստված, լավ ես անում, դևերնել են հավատում եւ սարսափում են։ Այսինքն դևերնել ունեն իրանց հավատք, բայց իրանք մնում են Աստծո դատաստանի առաջ, ինչի՞։ Որովհետև իրանց հավատքը չի օգնում իրանց փրկություն։ Որովհետև իրանց հավատքով իրանք մերժեցին Աստծուն։ Ինչքան մարդիկ կան, որոնք որ իրանց հավատքի վրա հույսը դնելով, իրանց գործի վրա հույսը դնելով Աստծուց մերժում են։ Չեն գալի Աստծուն։ Չեն ուզում իրանց կյանքը Աստված մխառնվի իրանց կյանքի մեջ։ Ինչի ասում են, դե մենք գործ ունենք, մենք sense բարիություն ենք արել, բայց ինքը չի փրկի քեզ։ Եթե Աստված չփրկես, ոչ մի բան չի փրկի։ Բարիությունով չի, որ կարանք երկինք մտնենք։ Ինչքան էլ ուզում ես բարի գործ ար, ասում է, եթե ամբողջ ունեցվածքը 10 աղքատներին եւ մարմինը 10 վառվելու եւ սեր չունենաս, ասկան Աստված չունենաս։ Չէ՞ որ Աստված սեր է։ Ոչ մի օգուտ չի ունե, չես ունենա։ Եվ էսա քո հավատքը արդյոք մոտեցնում է Աստծուն։ Եվ սրանով մենք շատ կարևոր է, որ մենք հասկանանք, Տեր օգնի ինձի։ Այն որ դու դրել ես իմ մեջ, ինքը տանի դեպի քեզ ճանաչելու, դեպի քեզ հասկանալ եւ դեպի քո խոսքին մեջ ապրելու։ Դա համար շատ կարևոր է, որ ասենք Տեր օգնի այն հավատքը գործի դնեմ, ճիշտ գործի դնեմ։ Նույնը Հակոբոսի 2:20-ից 22-րդ խոսքերը ասենց ասում. բայց կամենում ես գիտենալ ով դատարկ մարդ, որ հավատք առանց գործերի մեռած է։ Մեր հայր Աբրահամը չէ որ գործերով արդարացավ իր որդի Իսահակին պատարակ անելով սեղանի վրա, տեսնում ես, որ հավատքը նրա գործերի հետ միասին գործեց եւ այն գործերով հավատքը կատարյալ եղավ։ Օրինակ ես շատ անգամ ասեմ, Տեր ավելացրու իմ հավատքը։ Հիմա ինչ անեմ, որ ավելանա այդ հավատքը։ Հակոբոսի մեջ պարզ ասում է, Աբրահամը հավատաց Աստծուն եւ այդ հավատքը գործի հետ խառնեց։ Այսինքն որը խառնեց, Աստված ասեց գնա զոհի քո որդուն ու ինքը այդ գործողությունն արեց, այսինքն հավատքը եթե ուզում ես ավելանա, Աստծո խոսքի հետ պետք է խառնես քո հավատքը։ Եթե Աստծո խոսքի հետ չես խառնում քո հավատքը մնում է տեն ցածր։ Բայց երբ որ խոսքը լսում ես, դրա հետ էլ խառնում ես քո հավատքը, չես հնազանդությունով։ Հավատքը սկսում է մեծանալը։ Եվ ոչ թե միայն մեծանում է, նաև Աստված էլ ասում է, սա է իմ արդար զավակը, որովհետև իր գործերը հավատքի հետ խառնվելով արդարություն փոխվեց, արդարություն դարավ։ Շատերի հավատքը կա, որ իրան չի կարող արդարացնի։ Բայց շատերի հավատքը կարող է իրանց արդարացնի, երբ որ Աստծո խոսքը լսում ենք ու կատարում ենք։ Տեսեք, սա շատ կարևոր է, որ մենք ուշադրություն դարձնենք, հավատքը պետք է խառնվի Աստծո խոսքի հետ։ Եվ այդ հավատքը, երբ որ Աստծո խոսքի հետ է խառնվում, ինքը արդարացնում է քեզ որպես հավատացյալ։
Բայց եթե քո հավատքը չի խառնում Աստծո խոսքի հետ, այսինքն դու ոնց ուզում ես ապրում ես, Աստծո խոսքը ոնց ասում է, դու քո համար կապ չունի։ Այդ ժամանակ քո հավատքը չի կարող արդարացնել քեզ։ Դա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք, Տեր, շնորհակալ ենք այն հավատքի համար, որ դու դրել ես մեր մեջ, ու շնորհակալ ենք այն խոսքի համար, որ երկնքից իջացրել ես, որ մենք սկսենք գործելը, որ մենք սկսենք այդ հավատքը աճացնելը, մեծացնելը եւ քո համար պտուղներ ունենալը։ Ամեն։ Դա համար շատ կարևոր է այսօր, որ ասում ենք, չէ, հավատքը լսելուց է լսել Աստծո խոսքից։ Ամեն ժամանակ, երբ որ խոսքը լսում ենք, ու սկսում ենք այդ խոսքը գործի մեջ անելը, մեր հավատքը սկսում ավելանալը։ Երբեք ու երբեք մենակ լսելով հավատ չի կարող ավելացնի։ Մենք այդ լսածը պետք է գործի տնենք, որ ինքը գործի հավատք ավելացնի։ Տեսեք մի փոքր հետո մի տեղ էլ կարդամ, հետո բան կանենք։ Նույնը Հակոբոսի 2-րդ գլուխ 23-րդ խոսք ասում է. «Եվ կատարվեցավ գրքի խոսքը, որ ասում է, եւ Աբրահամը հավատաց Աստծուն, եւ արդարություն համարվեցավ նրա համար, եւ Աստծո բարեկամ կոչվեցավ»։ Կատարյալ հավատքը դարձնում է ինձ ու քեզ բարեկամ Աստծուն։ Կատարյալ հավատքը իմ ու քո կյանքում Աստծո հետ ճանաչողություն է բերում։ Եթե միայն հավատք ունենք ու ասենք, գիտես, ես գործն եմ արել, հավատում եմ, դա օգուտ չունի Աստծո հետ ճանաչելու եւ ճանաչվելու։ Երբ որ մենք մեր հավատքը դնում ենք Աստծո խոսքի վրա, Աստծո խոսքին հնազանդվում ենք, դա մեծացնում է մեր հավատքը եւ մենք սկսում ենք ճանաչվելը եւ ճանաչել Աստծուն։ Ամբողջ հավատացյալների, ամբողջ հոգևոր մարդկանց կարևորություն սրանումն է, որ եթե ճանաչես ու ճանաչվես, երկինք կմտնես, եթե չճանաչվես ու չճանաչես Աստծուն, չես կարող երկինք մտնես։ Շատ առակներ կա Հիսուսը, որ ասում է, ես չեմ ճանաչում ձեզ, ով անօրենություն գործողներ։ Մարդիկ Մատթեոս ավետարան 7-րդ գլխի մեջ սենց են ասում, եւ շատերը կգան այդ ժամանակ կասեն, Տեր, բաց մեզ, որովհետեւ քո անունով էս արեցինք, այն արեցինք, միթե հավատքով չարեցին իրանք։ Հավատքով էր, առանց հավատքի չեն կարող անեին։ Առանց հավատքով հրաշքագործություն արեցին, բժշկություն արեցին այդ հավատքով զորություններ գործեցին, բայց Տեր ասում է, չեմ ճանաչում ձեզ, ով անօրենություն գործողներ, ինչի համար, որովհետև այդ հավատքը չհնազանդվեց Տիրոջ խոսքին եւ այդ հավատքով չաճեցին իրանք դեպի արդարության մեջ։ Շատ կարևոր է, որ այդ հավատքը մեզ տանի դեպի Քրիստոսի ճանաչողությունը։ Արդյոք ես որ կարդում եմ Աստվածաշունչը, իմ ներսս մի հատ կարոտ կա հանդիպելու դեպի Քրիստոսին։ Սատանում է դեպի ճանաչողություն։ Անե չի որ սաղս հավատում ենք, միգուցե փառք ասու, ինչ որ մեկը ասում է ես որ հավատում եմ դուր էր, ինչ որ մի բան ես պատմում, ասում ես որ հավատում եմ դուր էր։ Հասկացանք, դու շուտ ես հավատացել, դու շուտ ես, բայց ինչ անում այդ հավատքը քեզ, ինչ արել քեզ։ Արդյոք տվել է այն, ինչ որ Աստված ուզում է քեզ տա։ Դա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, հավատքը Տերը տվել է մեզ, որ չերես հավատքով, Աստծո խոսքին հնազանդվելով, ճանաչենք իրան, վստահենք իրան ու ճանաչվենք իրանից։ Ամեն։ Ուզում եմ մի փոքր առաջ գնալ։ Եբրայեցիներ 11-րդ գլուխ 5-ից 6-րդ խոսքերը։ Մի փոքր հիմքեր եմ ասում, հետո մարդկանց կյանքից եմ էլի բերել օրինակ։ Սենց ասում, հավատքով Ենովքը փոխվեցավ, որ մահ չտեսնե, եւ չէր գտնվում, որովհետեւ Աստված փոխեց նրան, որ իրան փոխվելուցն առաջ վկայվեցավ, որ հաճելի էր Աստծուն, բայց առանց հավատքի անկարելի է հաճոլ լինել, որովհետեւ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ թե իրան խնդրողներին բարձրահայտուց կլինի։ Տեսեք, ամեն հավատացողին չի, որ հաճելի է Աստծուն։ Ամեն հավատացող մարդը չի, որ հաճելի է Աստծո առաջ։ Որ հավատքի մարդն է հաճելի Աստծո առաջ, այն մարդը, որ խոսքը վստահում է, խոսքի վրա հավատում է, խոսքին հնազանդվում է։ Մենակ Ենովքը չուներ այդ ժամանակ հավատ, բոլոր մարդկություն ունեին հավատ։ Հավատք իրանց կյանքի նկատմամբ, ապագայի նկատմամբ, իրանց ֆինանսի նկատմամբ, շրջապատի նկատմամբ, ամեն ինչի նկատմամբ ունեին հավատք։ Բայց այդ հավատքը չէր, որ արդարացրեց Աստծո առաջ։ Այդ հավատքը չէր, որ Աստծուն հաճելի էր։
Միթե հավատ չունեին, երբ որ Բաբելոն տեղի ունեցավ, մարդիկ սկսեցին աշտարակ շինելը, միթե դա իրանց հավատքը չէր, իրանց տեսիլքը չէր։ Բայց հաճելի չէր Աստծուն։ Ու ինչ արեց Աստված եկավ Բաբելոն արեց, խառնեց իրանց լեզուները։ Ինչի համար, որովհետև շատ հավատ կա, որ դու կարաս սխալ տեղ դնես ու հաճելի չլինես Աստծուն։ Այն որ Աստված այդ հավատքը տվել է ինձ ու քեզ, որ ճանաչվենք Աստծո կողմից, կարա այդ հավատքը սխալ տեղ օգտագործենք եւ Աստծուն հաճելի չլինենք։ Դա շատ կարևոր է որ մենք հասկանանք, արդյոք այն հավատքը, որ իմ մեջս կա, տանում է դեպի ճանաչողություն Աստված։ Եվ եթե ճանաչողություն է տանում, ուրեմն փառք Աստծո, հաճելի է Աստծուն իմ հավատքը եւ հաճելի է Աստծուն իմ կյանքը, որովհետեւ եւ հավատում եմ իր խոսքին եւ հավատում եմ իր ընթացքին։ Դա շատ կարևոր է որ մենք չհպարտանանք, օ հավատք ունեմ, գիտես քանի տարվա հավատացյալ եմ, գիտես, չէ, ինչ չափով ես ճանաչում Աստծուն։ Արդյոք հաճելի է Աստծուն այդ քո հավատքը, որ դու գործում ես։ Եվ այդ հավատքը ինքը պետք է գործ ունենա։ Տեսեք Ղուկասի ավետարան 17-րդ գլուխ 5-ից 6-րդ խոսքերը։ Եվ առաքյալները ասեցին Տիրոջը. մեր հավատքը ավելացրու։ Եվ Տերն ասեց. եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս թզենուն կասեք պոկվիր եւ ծովի մեջ տնկվիր եւ նա կհնազանդվի ձեզ։ Հետաքրքիր նույն առաքյալներն էին ասում. Տեր ավելացրու մեր հավատքը։ Շատ անգամ լինում է մի հատ իրավիճակ, չէ՞, որ այս իրավիճակի մեջ զգում ես, որ քո հավատքը ոնց որ չի հերիքում, վեկալեսեն ինչ որ Տեր ուզում է քեզ տա։ Ու ինչ ես հասկանում ես, որ քո հավատքը պետք է աճացնես։ Բայց Տերը ասեց, եթե ուզում ես քո հավատքը տաճի, քո հավատքը սկսի գործի դնելը։ Եթե ասում եմ մանանեխի հատի չափ հավատք ունես եւ ասես, այսինքն գործի դնես։ Մենք ինչ չափով որ հավատք ունենք, այդ չափով մենք կարանք գործի դնենք։ Եվ որն է գործի դնելը, հնազանդվել Տիրոջ խոսքին եւ լսել եւ գործել Տիրոջ խոսքի մեջ։ Սա աճացնող հավատք է։ Եվ երբ որ այդպես շատ անգամ մարդիկ ասում են ցանկությունով լսված մարդիկ շատ անգամ խախտվում են հավատքի մարդկանց հետ։ Ասում են դե այդ ձևա կարանք սաղը սարին ասեք, սար տեղափոխվի, բախի չի տեղափոխվում։ Լսի, եթե քո հավատքը դնես Տիրոջ խոսքին հնազանդվելով ու աճացնես քո հավատքը, այդ ժամանակ դու հասկանաս պետք է այդ սարը տեղափոխվի, դե չէ։ Այդ ժամանակ դու կհասկանաս, եթե պետք է, Տերը կտեղափոխի չերես քո հավատ, եթե պետք չի տեղափոխվի։ Շատ անգամ եղել է իմ մինչև աղոթքի սենյակ մտնելը, շատ բան եմ որոշել, որ Տիրոջից պետք է խնդրեմ, որովհետև դե սրա կարիք ունենք, սրա կարիք ունենք, սրա կարիք ունենք, նրա կարիքներ ունենք, սաղս ունենք։ Բայց երբ որ մտնում ենք, հանդիպում ենք ունենում, ճիշտ է, Աստծո հետ որ չենք հանդիպում այդ աղոթքի ժամանակ, այդ իսաղ ասում ենք։ Ասում ենք, որ մեր սրտերը հանգստանա, որ մենք ասեցինք Աստծուն։ Բայց երբ որ Աստծո հետ հանդիպում ես ունենում, Աստծուն վայելում ես, Աստծո ներկայությունն ես ճաշակում, հավատացեք, շատ բաներ չես էլ ասում։ Հասկանում ես մի բան, որ Տերը լսեց իմ աղոթները։ Իմ ներսի ցանկությունը լսեց արդեն Տերը։ Ոնց որ արդեն գիտես, որ եթե հանգարց մի բան էլ ասես, այդ հարաբերությունը ոնց որ կխանգարես, կշեղես։ Այդ շփումը կշեղես, Տիրոջ ներկայությունը կորցնես։ Դրա համար էլ չես էլ ասում, ինչի որովհետև շատ բաներ կա, մենք ուզում ենք մարդկային ձևով ասենք Աստծուն, բայց հանդիպումից հետո հասկանում ես ինչն է պետք ասել, ինչը պետք չի ասել։ Եվ ստեղ Աստված հավատք աճացնում է մեզ։ Այսօր մենք կարիք ունենք Աստվածաշնչյան հավատք ունենալու։ Այսօր մենք կարիք ունենք մենք մարդկային հավատքը տեղափոխենք հոգևոր հավատք ունենալու։ Եվ որտեղ որ Աստված ուզում է, հաճում է ու Աստված տալիս է։ Ամեն։ Ղուկաս ավետարան նույնը 17-րդ գլուխ 7-րդ խոսքից մինչև 10-րդ խոսքը։ Տեսեք ինչ ասում, բայց ձեզանից ով է նա, որ մի հողագործ կամ մի հովիվ ծառա ունենա, որ երբ որ հանդիցը գա տուն, շուտով ասի նրան, թե եկ սեղան նստիր, այլ չի ասել նրան, թե պատրաստիր, ինչ որ իրիկունս պիտի ուտեմ, եւ գոտիդ կապիր, ինձ ուտեմ եւ խմեմ։ Եվ հետո դու էլ կուտես եւ միթե այն ծառայիցը շնորհակալ կլինի, որ այն բոլորը իր հրամայվածներն արավ։ Չկարծեն, այնպես էլ դուք, երբ որ բոլոր ձեր հրամայված բաները անեք, ասեցեք, թե մենք անպիտան ծառաներ ենք, որովհետև այն ենք արել, ինչ որ պարտական ենք անելու։
Հետաքրիր այս նույն հավատքի աճից հետո Քրիստոսը բերեց է Սարակը, որտեղ նրանք իրար հետ կապված են։ Ասեց ով է, որ իր ծառան, երբ որ դրսից տուն գա, այսքան հանդում ծառայել է այդ ծառան, դրսում ծառայել է, հիմա եկել է տուն։ Ասում է եւ չի սեղան դնի իր տիրոջ առաջ։ Ասում է եւ երբ որ Տերը սեղանից կօգտվի կկշտանա, այդ ժամանակ ծառան էլ կկշտանա այդ սեղանից, որը որ տիրոջն է ծառայում։ Եվ ստեղ հավատքն է մեծանում։ Ինչի, որովհետև ասում է եւ նա կլսի իր տիրոջը եւ կանի։ Հիշում ենք Հիսուսը, երբ որ գնաց Սամարիա, երբ որ առաքյալներ գնացին քաղաք ինչ-որ ուտելիք առնելու, որ վերադառնան, որ հաց ուտեն, սոված էր Հիսուսը այդ ժամանակ, ու այդ ժամանակ Սամարացի կնոջ հետ սկսեց խոսալը։ Ու երբ որ առաքյալները եկան, արդեն Սամարացի կինը հավատաց, որ դա Մեսիան է, գնաց ամբողջ քաղաքը քարոզելու, պատմելու, որ տեսեք, եկեք տեսեք Մեսիան, Մեսիային տեսել եմ ես։ Եվ ինչ ասեցին, աշակերտները ասեցին, վարդապետ, ահա ուտելիք, մի քիչ ուտելիք կեր։ Ասեց ես արդեն կուշտ եմ, որովհետև ես արդեն կերել եմ։ Առաքյալները ասեցին, ով իրան բան բերա տվավ ուտելու։ Ու Հիսուսը ինչ ասեց, ասեց, երբ որ ես ինձ ուղարկողի կամքը անում եմ, ես արդեն կշտանում եմ։ Երբ որ մենք Աստծո խոսք գործում ենք, չերես հավատ մեր կյանքի մեջ, մենք արդեն կշտանում ենք։ Մենք արդեն կշտացած ենք կրնում մեր ներսը։ Եվ սա է, որ Տերը կշտանում է այդ սեղանից, դա որ սեղանն է։ Դա այն սեղանից է Տերը կշտանում, որ մեզ էլ է կշտացնում, մեր հնազանդության սեղանը։ Հավատքը չի կարա անհնազանդ սիրտ պահի։ Եվ այն սիրտը, որ անհնազանդ է, Աստված չի հաճում այդ հավատքը։ Մենք բոլորս հնազանդվում ենք Տիրոջ խոսքին, եւ Տերը կշտանում է, որովհետեւ Արակացի մեջ է գրած, որովհետեւ ասում է հավատարիմ դեսպանը իր sense մի հատ խոսքով ասեմ, որ ոնց որ կշտություն է բերում իր ուղարկողի համար, հագենում է իր ուղարկողին։ Ինչի որովհետեւ ինքը հավատարիմ է։ Ու նույն ձևի, երբ որ մենք սկսում ենք հավատարիմ լինելը Տիրոջ խոսքի նկատմամբ, Տերը կշտանում է դրանով, ու մենք էլ հետը կշտանում ենք։ Ոնց որ քո ներսդ մի հատ լիքը լինի, լավը զգաս, ու լավ ուրախը զգաս, կշտացածը զգաս։ Բայց ժամանակ ալնում, որ Տերը ասում է գնա Աստվածաշունչ կարդա, ժամանակ չունեմ, մի քիչ գործես ամ, ասում է գնա աղոտ քալը, ժամանակ չեմ, մի քիչ հեսա այս գործերը անեմ, հետո չգիտես ինչի ներսդ սով է, րոպե մեկ եթե խալաձելքը բացում, հետո ասում ես խի ես շաղանում։ Ինչ ես շաղանում, որովհետև մարմնավոր ուտելքը անդադ ուտում ես, հոգեոր ուտելքը չես ուտում, որ կշտանաս։ Ու այդ սովը միշտ պաստանի հետո խալաձելնիկ ես բացում, դրա համար մի քիչ քաշներս լավ է, տեղն է։ Բայց երբ որ հնազանդության մեջ ենք լինում Տիրոջը, մեր ներսի կշտությունը զգում ենք մենք, արդեն բանել մի փոքր բանել ուտում ես կշտամ ես, ինչի որովհետև որ ներսդ արդեն կուշտ է։ Էլ կարիք չկա խալաձելնիկի դուռ բացես։ Հասկանում ես, որովհետև ասում ոչ թե միայն հացով կապրի մարդ, այլ Տիրոջ բերանից դուրս եկած խոսքով կապրի։ Երբ որ մենք ուտում ենք, մեզ պետք է ուտել Տիրոջ բերանից դուրս եկած խոսքը, ու այդ ժամանակ կշտանում ենք մենք։ Լավ մի փոքր էլ առաջ գնամ, որ հասցնենք հաղորդությանը։ Հետաքրիր է Ղուկասի ավետարան 17-րդ գլուխ 12-ից 19-րդ խոսքեր sense մի պատմության մասին է խոսում։ Ասում է եւ նա մի գյուղ մտնելիս 10 բորոդ մարդիկ պատահեցին նրան, որ հերվանց կանգնեցին եւ իրան ձայնը բարձրացրին եւ ասեցին. Հիսուս վարդապետ, մեզ ողորմիր։ Եվ երբ որ տեսավ, ասեց նրանց. գնացեք ձեր անձերը քահանաներին ցույց տվեք, եւ եղավ որ նրանք գնալիս սրբվեցան։ Եվ նրանցից մեկը երբ որ տեսավ, թե բժշկվեցավ, ետ դառավ բարձր ձայնով փառավորում էր Աստծուն, եւ իր երեսի վրա ընկավ նրան ոտների առաջին եւ գոհանում էր նրանից։ Եվ ինքը սամարացի էր։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. չէ որ 10-ն էլ սրբվեցան, ապա այն 9-ը ուր են։ Ետ դառնողներ չգտնվեցավ, որ Աստծուն փառք տան, բացի այս այլազգին, եւ ասեց նրան. վեր կաց, գնա քո հավատք ապրեցրեց քեզ։ 10 բորոդներ էին, 10 բորոդներ գնացին, որ ցույց տան իրանց քահանաներին։ 10 բորոդների հավատքը սրբեց իրանց, բայց սամարացի հավատքը բերեց դեպի Քրիստոս։ Գիտեք, նրանք էլ բժշկվեցան։
Բայց միշտ չի որ մարդ բժշկված ինքն էլ կարա ժամանակ գա մահանա։ Բայց այն հավատքը, որ բերում է դեպի Քրիստոս, այսօր շատ կարևոր է, որ եթե ինչ-որ մի բան ստացել ես Աստծուց, այդ հավատքը աճացրա, որ բերի դեպի Քրիստոս ու մնաս Քրիստոսի մոտ։ Որտեւ այն հավատքը, որ դու բժշկություն ես ստացել, այդ հավատքը քեզ չի կարող երկինք մտցնի։ Բայց այն հավատքը, որ քեզ տարել է դեպի Աստված ու քեզ պահել է Աստծո փեշերի մոտ, այդ հավատքը քեզ երկինք կմտցնի։ Այսօր շատ կարևոր է, ինչ է կոչվում, ասում է այն 10-ից 9, երբ որ բժշկվեցան, ոչ մեկի անունը չկա, ոչ մեկ չկա, որ ովքեր են ինչոց են։ Բայց այս մեկի համար ասում ախր ինքը սամարացի էր։ Ինքը ճանաչվեց Հիսուսի կողմից։ Այսօր շատ կարևոր է, որ մեր հավատքը, եթե մեզ տալու է դեպի բժշկություն, այդ հավատքը նաև տանի դեպի Քրիստոսի մոտ պահվելու։ Եվ այդ հավատքը մեզ տանում է դեպի երկինք։ Այդ հավատքը մեզ տանում դեպի ճանաչողություն։ Դրա համար Սատանեն ամեն մի բան կասի, դե լավ, կարևոր բժշկված ես, ոչինչ, հետո կեթաս, հələ գնա քահանաներ ցույց տուր, ինձ ինչի սեր պետք քահանաների վկայությունը։ Օրինակ ես որ լինեի այդ իննի տեղը, ինձ ինչի սա պետք որ քահանաներ վկայեն, որ ես բորոտ չեմ։ Ինձ հեշտ պետք չէ, որովհետև 5000 հոգուց ավել Հիսուսի հետևից մանա գալի, այդ ժողովրդի հետ կխառնվեի ու Տիրոջ հետ կմիանայի։ Բայց իրանց տարավ, հեռացրեց Հիսուսից։ Բայց մեկը կար, որ Հիսուսին մոտեցրեց։ Այսօր հետաքրքիր է, իմ ու քո հավատքը տանում։ Իմ ու քո հավատքը տանում է դեպի Քրիստոս։ Շատ կարևոր է ուշադրություն դարձնենք, ամեն։ Երբ որ տանում է դեպի Քրիստոս, ընդ կա ճանաչողություն Տիրոջ հետ։ Երբ որ չի տանում դեպի Քրիստոս, այ իշքան էլ ուզում ես ասա հազարատ ասա հիվանդությունից բժշկել Աստված քեզ։ Ճոքուտ, եթե Տերը չի ճանաչում քեզ։ Դրա համար փառք Տիրոջը, կա մարդ, որ ընդհանրապես բժշկություն չի ստացել Աստծուց, բայց ինքը երկինք է մտնում, ինչը որովհետև Աստծո փեշերից է բռնված։ Դրա համար Տերը սորտնի բոլորիս, ինձ էլ, ձեզ էլ, բոլորս էլ, որ այդ հավատքով մնանք Տիրոջ խոսքի մեջ, այդ հավատքով մնանք Տիրոջ փեշերից բռնված։ Եթե Տերը օրհնում է իմ գործերը, դա չի նշանակում, որ ես պետք է թողեմ ու գնամ գործերիս հետես, ես պետք է գամ Տիրոջ փեշերի մոտ, որովհետև գործերը չեն երկինք մտցնում, այլ Տերն է երկինք մտցնում։ Այն Հիսուսի մոտ որ գալիս ենք, այդ Հիսուսն է ճանաչելու մեզ ու երդուրը բացելու մեր առաջ։ Մատթեոս ավետարան 24-րդ 7-րդ գլուխ 24-ից 27-րդ խոսքը։ Այդ ամեն ով որ իմ այս խոսքերը լսե եւ նրանց կատարու կնմանեցնեմ նրան մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա, եւ անձրևն էլ եկավ, գետերն էլ բարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա չկործանվեցավ, որտեւ ժայռի վրա հաստատված էր։ Եվ ամեն ով որ իմ այս խոսքերը լսում են եւ նրան չի կատարում, նա կտմանվի մի անխելք մարդի, որ իր տունը շինեց ավազի վրա, եւ անձրևն էլ եկավ, գետերն էլ բարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանվեցավ, եւ նրա կործանումը մեծ էր։ Սա հոգևոր մարդու մասին է խոսում, սա աշխարհի մարդու մասին չի խոսում։ Երկու մարդիկ կան եկեղեցու մեջ, երկու մարդիկ էլ տուն են շինում։ Մեկը հնազանդվել Տիրոջ խոսքին, մեկն էլ չհնազանդվելով Տիրոջ խոսքին։ Ոնց ապրում էր այդ ձև ապրում է։ 10 տարի առաջ ոնց էր այդ ձև էլ կա։ Կռվասերեր այդ ձև էլ կա, բամբասողեր այդ ձև էլ կա, սուտասաներ այդ ձև էլ կա։ Ինքն էլ է տուն շինում։ Բայց երբ որ փորձությունը գալիս է, իր տունը չի կանգնած մտնել, ճիշտ հիմք չունի իր տունը։ Բայց այն մարդը, որ Տիրոջ խոսքը լսում է, ենթարկվում է, փոխվում է, սկսում է ուշադրություն դարձնելը, ինքը տուն է շինում, բայց իր տունը Աստծո խոսքի վրա է, հիմքի վրա է։ Եվ ասում է դժոխքի դռները չեն կարող հաղթել։ Ինչի՞, որովհետև հիմք կա։ Դա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք Տեր օգնի։ Այն հավատքը, որ կա, այդ հավատքով ճիշտ տուն ստեղծեմ իմ համար։ Այն հավատքը, որ կա, այն հավատքով մոտենամ քեզ։ Այդ հավատքը չհեռացնի քեզ։ Շատ անգամ ասում են, եկեղեցու մեջ sense մի հատ գայթակղություն եմ տեսել, ել չեմ ուզում այդ եկեղեցին ամ։ Ուրեմն քո հավատքի չափը այդքան էր։ Չափ գոյություն ունի։ Իսկ եթե այդ ամեն ինչը տենալով էլի քո հավատքը հաղթում է քեզի, որ դու գնաս, անցնես, նշանակում է քո հավատքը ավելի մեծ էր։ Եթե դու խնդրեմը տենում ես, այդ խնդրեմը կարում է քեզ հաղթարի, ուրեմն նշանակում է այդ խնդրեմից փոքր է քո հավատքը։ Բայց եթե խնդրեմը տենում ես մեծ,
Բայց տենում ես քո հավատքը տելի պետք է գնամ այդ եկեղեցին, պետք է գնամ Տիրոջ առաջը կանգնելու, պետք է գնամ Տիրոջ ժողովրդի մեջ խառնվելու։ Նշանակում է այդ մեծ խնդրից ավելի մեծ է քո հավատքը։ Դա համար շատ կարևոր է այսօր մենք բոլորս հասկանանք, արդյոք այս հավատքը ինչ է տալի մեզ։ Աստծուն է մոտեցնում, դե հեռացնում է։ Եթե Աստծուց հեռացրեց այդ հավատքը երկինք էլ չմցնի 100%։ Համար շատ կարևոր է որ մենք հասկանանք Տեր օգնի ինձի, որ այն հավատքը որ դու դրել ես իմ մեջ, ու իշկանել դժվար լինի, գամ քո հետևից, ելի շարունակեմ գամ քո հետևից։ Տերը չի խոստվել մեզի, գիտես, շատ ազատ կյանք, ուրախ կյանք, sense միշտ քեֆ ու ուրախություն է սանել։ Դες կյանք չի տվել, ասել է դուրը նեղա, ճամփեն դժվար է, փշոտ է, քարքարոտ է, բայց հավիտենական կյանք կգտնես դրանով։ Դա խոսում է որ չերես դրանով մեր հավատքը սկսում են գործի դնել, տեսիլք ունենալ, նպատակ ունենալ, հասնել, ձգտել, որ Տիրոջ փեշերից բռնվենք։ Տերը օրհնի քո ձեռքերի ուժին, որ պին բռնվես Տիրոջից, ամեն։ Եվ մի տեղել եմ ուզում կարդամ ու վերջացնեմ, մի տեղ չի չնայած մի գլուխա, բայց երևի այդ ձև չկարդամ, Մատթեոսի ավետարան 25-րդ գլուխ առաջից մինչև 13-րդ խոսքերը։ Տեսեք, եկեք չկարդամ, որ այդ ամբողջ ժամանակը բանջան։ Սա խոսում է 10 կույսերի մասին, ասում է 5 իմաստուն էին, 5-ը իմաստուն չէին։ Եվ ասում է եւ բոլորը որ դուրս եկան, ասում է եւ գիշերը քնեցին, եւ գիշերվա կեսին ասում է աղաղակ լսվեց, որ փեսանա գալիս, հելան սկսեցին պատրաստել իրան ճրակակալները, ու այն 5-ը որ յուղ չունեին, իրան գնացին յուղ առնելու, բայց այն պատրաստվածները փեսան եկավ ու այդ ամենը ներս տարավ։ Տեսեք, ինչ հետաքրքիր, ասում է ձայն եկավ որ փեսան գալիս է։ Ու հետո երբ որ հավատացյալների կեսը հեռացան յուղի հետևից, փեսան արդեն եկավ։ Այս ամեն ինչը, որ այսօր մենք լսում ենք երկրում ինչ է կատարվում, դրանք դա ձայներ են, որ հասկանում ենք մոտ է։ Վերջի ժամանակներն է մոտ է։ Եկեղեցին պետք է հափշտակվի, բայց այս հոգսերի դժվարությունով, ծանրությունով մեկ էլ տեմ ես, մեկը գնում է փողի հետևից, մեկը գնում է յուղի հետևից, մեկը գնում է ուրիշ բաների հետևից։ Ու հետո երբ որ գալիս է, տենում է Հիսուսը դուրը չի բացում, ասում ես քեզ չեմ ճանաչում։ Մենք այս նշանները տենալով մենք պետք է հասկանանք մոտ է, մեզ ինչ է պետք պատրաստվենք։ Մեզ պետք է պատրաստվենք։ Հիսուսը ինչի չէր ճանաչում այդ մարդկանց, որովհետև յուղ տվողը հենց Հիսուսը ինքն էր։ Եթե ինքը յուղ չի տվել քեզի, քեզ չել ճանաչի, ինքը ճանաչում է ում որ յուղը տալիս է։ Սենյակում ունես հանդիպում Տիրոջից յուղ վեկալելու, Տերը ճանաչում այդ ժամանակ քեզ։ Եթե չունես յուղ վեկալելու բան, սա լավ է, ախպեր ջան, սենց միշտ սենց ինքը չի ճանաչի քեզ։ Թեև ճանաչում է, բայց չի ճանաչում։ Դրան հետ էս կասի չեմ ճանաչում, բայց ինքը լավ գիտի մեզ։ Բայց եթե մենք միշտ յուղ ենք ունենում իր առաջին, ո՞րն է յուղը։ Մեր հավատքով իր խոսքը ընդունում ենք, խոսքի մեջ ենք ապրում, ու խոսքով մենք մեզի դաստիարակում ենք, հավատացեք։ Ես, դու, բոլորդ կարիք ունենք դաստիարակվելու։ Մենք վայրի ենք։ Պողոս առաքյալն էլ վայրի ծիթենի ենք մենք բոլորս։ Վայրի ծիթենուց պատվաստվեցին Քրիստոսի ծիթենու վրա։ Ու մենք մշակվելու, տաշվելու, մաքրվելու կարիք ունենք ամեն ժամանակ։ Ու երբ որ խոսքը լսում ենք, տենում ենք ստե մի փոքր են չի, չենք ասում դու ես մեղավորը, չէ, մաքրվի։ Մաքրվի, ոչ մեկին մեղավոր պատճառ մի բռնի, մաքրվի, ասա Տեր ջան, սրանց էլ ինձի մաքրի։ Ամեն։ Տեր օրհնի։ Ու հետաքրիր է ինչա տեղի ունեն, որ սա խոսում է հոգևոր մարդկանց պատրաստվածության մասին։ Սա խոսում է այն հավատի մասին, որ բերես դեպի Քրիստոսին։ Եվ երկրորդը, որ կարդում ենք 14-ից 30-րդ խոսքը, այդ նույն գլխի։ Խոսում է, որ ասում է մի տանտեր տարբեր քանքարներ տվեց, տարբեր տաղաններ տվեց իր ծառաներին ու գնաց հեռու երկիր։ Ու հետո ժամանակ եղավ, որ վերադարձավ։ Ասում է, ում որ 5 էր տվել, ինքը 10 վերադարձրեց։ Ու ասեց, բարի հավատարիմ ծառա, մտիր քո տիրոջ ուրախության մեջ։ Ում որ 2 էր տվել, 2 էլ ավելացրեց, ասեց, ահա 4-ը, որովհետև 2 էլ ավելացրեցի։ Իրան էլ ասեց, բարի հավատարիմ ծառա, մտի քո տիրոջ ուրախությունը։ Բայց որ մեկ էր բերել,
Ինչ ասեց, ասեց դու չար ու ծույլ ծառա ես։ Ինչի համար։ Առաջի մասը, երբ որ կարդում ենք կույսերի առակը, դա խոսում էր, որ բոլորը ունեին հավատք։ 10 կույսերն էլ ունեին հավատք, այդ ճրագները իրանց հավատքն էր, ճրագականները իրանց հավատքն էր։ Եվ այդ ճրագականների մեջ իրանց հավատքը պետքա վառվեր։ Բոլորը ունեին հավատք։ Բայց խոսում այս մյուս երկրորդ առակի մասին, որի մեջ որ պետքա գործի դնենք ինչ որ Աստված տվել է մեզ, բայց իրան գործի չդրեցին, հավատքի վրա հավատք չավելացրեցին։ Իսկ ով որ հավատքի վրա հավատք ավելացրեց, Տերը ասեց բարի հավատարիմ ծառա, մտի Տիրոջ ուրախությունը։ Ինչի՞, որովհետև երբ որ Տիրոջ խոսքը լսում ենք ու կատարում ենք, մեր հավատքի վրա հավատքը ավելանում։ Եվ սրա մեջ ինչ ենք անում, ուրախություն ենք ապրում, ուրախություն ենք ժառանգում։ Եվ ինչա տեղի ունենում երրորդ առակի մեջ այս նույն գլխի, որ ասում է ինչպես, երբ որ Տերը կգա, ասում է ինչպես հովիվը կբաժանի այծերը գառներից, այդպես Աստված կբաժանի հոգևոր մարդուն ոչ հոգևորից։ Այսինքն ինչ էր խոսում առաջի առակի մասին, որ բոլորը ունեին հավատք։ Երկրորդ առակի մասին խոսում է, որ բոլորը չէր, որ գործի դրեցին իրանց հավատքը։ Իսկ երրորդ առակի մեջ խոսում է Տիրոջ դատաստանը ճիշտ հավատքի եւ ոչ ճիշտ հավատքի նկատմամբ առանձնացնելու է։ Տեսեք, մենք բոլորս ստեղ նստած ենք։ Մենք ասում ենք Տեր ջան, ինչ լավ է աշ կողմդ նստեմ, չէ՞։ Աշ կողմդ լինեմ, ոչխարների նման առանձնանամ այնտեղ, որտեղ որ կա կյանք, ուրախություն, ապագա, այն այծերի նման չհեռանամ, բայց Տերը բաժանելի է։ Մինչև այծերի բաժանվելը իրանք մեծ հույս ունեին։ Բայց քանի որ իրանք չունեն այն կյանքը, որ Տերը ուզում էր, իրանք հլա ապրում են, հլա Տերը չէր բաժանել, իրանք հլա ապրում էին ուրախությունով։ Հագարը դեռ հլա Աբրահամի մոտ էր, Աբրահամի վրա էր, ինքը հույս ուներ, որ իր Իսմայելը ժառանգա լինելու։ Բայց բավական է, երբ որ Աստված ասեց հեռացրու իրան, առանձնացրեց, Հագարի հույսը կդրվեց։ Գիտեք, մենք բոլորս էլ հիմա սաղս հույս ունենք։ Բայց երբ որ Տերը գա, այդ ժամանակ որ առանձնացնի, այդ ժամանակ ասի Տեր, այս ինչ եմ արել ես։ Ինչի՞, որտեվ իմ հավատքը չդրի գործի։ Իմ հավատքը չդրի, որ հավատքի վրա հավատք ավելանա։ Լավ է, որ բժշկության հավատք ունես, լավ է, որ ինչ-որ աղոթում ես, այդ աղոթքը ստանում ես, լավ է, բայց այդ հավատքը թող տանի քեզ ճանաչողություն դեպի Քրիստոս։ Մի դադարի, գործի։ Դա ես ինձ եմ ասում։ Մենք բոլորս նույն ենք, մենք բոլորս կարիք ունենք հավատքի վրա հավատք ավելացնելու, զորության վրա զորության ավելացնելու, հաղթության վրա հաղթություն ավելացնելու։ Մենք բոլորս կարիք ունենք 5 քանքար վրա 5 քանքար ավելացնելու, եթե 10 տվել 10 ավելացնելու։ Այսօր մենք բոլորս դրա կարիք ունենք։ Ամեն։ Դրա համար Տերը սորտնի ամեն մեկից, որ մենք հասկանանք, Տեր, այն հավատքը, որ դու տվել ես, ենք այդ հավատքի համար, օգնի այդ հավատքով գործեմ քո խոսքի մեջ պահելու, խոսքով ապրելու, քո խոսքով իմ հավատքի վրա հավատք ավելացնելու, քո խոսքով գալու եւ ճանաչելու քեզ, որտեղ ուշ դե շուտ դու գալու ես, առանձնացնելու ես, բաժանելու ես։ Ու ես չէի ուզենա, որ Տերը բաժաներ մեզի։ Ես կուզենայի, որ բոլորս լինեինք մի կողմ, որտեղ որ Տիրոջ ուրախությունն ու Տիրոջ խաղաղությունն ենք վայելելու։ Եվ սա կախված է մեզանից։ Այսինքն ստեղ ոչ թե հիմնականում հովիվը իրանց բաժանեց, այլ իրանք բաժանվեցին։ Իրանք այդ բնությունը ստացան, իրանք ուզեցին, որ հեշտ կյանքով ապրեն, բայց մեզ պետք է, քան ես երկրի վրա ենք, մենք ուշադրություն դարձնենք մեր հավատքի վրա, մեր ամենի վրա, ամեն